1988-ի փետրվարի 13-ին Լեռնային Ղարաբաղում սկսվեցին զանգվածային հանրահավաքներ, որոնք հաջորդող օրերին սաստկացան գործադուլներով։ Արցախի հայությունը պահանջում էր հրավիրել Մարզխորհրդին նստաշրջան և ընդունել որոշում Ադրբեջանին ենթակա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին միացնելու մասին։ Չնայած խոչընդոտներին, փետրվարի 20-ին նստաշրջանը կայացավ։ Խորհրդային Միության պատմության մեջ առաջին անգամ իշխանության մարմինը ներքևից, առանց վերադաս խորհրդային կամ կուսակցական ատյանի համաձայնության, ավելին, նրա կամքին հակառակ որոշում ընդունեց։ Միացում, только միացում։ Միացում, только միացում։ Ինչ եք լուքում ձեր աշխատատեղերը, հետաքրքիր է։ Միայն միացում։ Նույն օրը Ստեփանակերտում էին Խորհրդային Միության ներքին գործերի նախարարության զորքերը։ Նոր իրականության մեջ Հայաստանն էլ վայելում էր ընձեռնված ժլատ ազատությունը։ Քննարկվում էին ազգային մշակութային արգելված հարցեր, բնապահպանական խնդիրներ։ Վերջինները երբեմն փակ տարածքներից, նեղլիկ միջավայրերից տեղափոխվում էին փողոցներ ու հրապարակներ, նախապատրաստելով մեծ շարժումը։ Փետրվարի 20-ին օպերայի, այժմ Ազատության հրապարակը հաշված ժամերի ընթացքում լցվեց տասնյակ հազարավոր մարդկանցով։ Շարժումը ղեկավարում էր ծագումով Ղարաբաղցի տնտեսագետ Իգոր Մուրադյանը։ Ձևավորվեց կազմկոմիտե, որի անդամները հանրությանը քիչ հայտնի երիտասարդ ու եռանդուն մտավորականներ էին։ Կար նաև ավագների խորհուրդ, որին մաս էին կազմում ճանաչված անհատներ։ Մեր ողջ ժողովուրդը Հայաստանից և Սփյուռքի ողջ տարածքի վրա սպասում է խոսքի, սպասում է բացատրության, սպասում է մխիթարության։ Հանրահավաքից ավալից անակնկալի եկած Մոսկվան Խորհրդային Միության Կոմկուսի կենտկոմի որոշմամբ դատապարտեց շարժումը, ծայրահեղականներ, ազգայնականներ պիտակը փակցնելով դրա մասնակիցներին։ Եվ սա այն դեպքում, երբ բողոքի խաղաղ ցույցի դուրս եկած մարդիկ ծածանում էին Խորհրդային Միության դրոշը, իրենց ձեռքերում ունեին Լենինի, Գորբաչովի դիմանկարները և վանկարկում ամենևին ոչ ծայրահեղական կարգախոսներ։ Ծրագիրը մնում է նույնը։ Մենք պիտի պահանջենք այսօր անպայման պիտի պահանջենք գումարել արտահերթ սեսիա։ Եվ ես խնդրում եմ ձեզ, գնանք մեր աշխատանքի տեղերը։ Հանրապետության ղեկավարները որոշում կայացնելու կամք չունեին։ Նրանք խոսում էին Մոսկվայից նախապես հնչած հայտարարության բառապաշարով։ Պահանջները հակասում են Հայաստանի և Ադրբեջանի աշխատավորների շահերին։ Ժողովուրդը երկու ճանապարհ ուներ՝ կամ հրաժարվել պայքարից ու լքել հրապարակը, կամ սաստկացնել ճնշումը։ Ընտրվեց երկրորդը։ Մենք պիտի գնանք մինչև վերջ։ Այսօրվանից ամբողջ Հայաստանով հայտարարում են գործադուլ։ Շուրջ 20,000 մարդ ամբողջ գիշեր քայլեցին մայրաքաղաքի թաղամասերով, հորդորելով միանալ շարժմանն ու գործադուլին։ Առավոտյան հանրահավաքի մասնակիցների թիվը արդեն մոտենում էր կես միլիոնի։ Կենտրոնական կոմիտեի քարտուղարը արդեն
ինքնին ձերբազատեց մեզնից։ Մենք հավաքվել են դարձյալ մի հույսով, թեև շատ փոքրիկ հույսով, որ նրանք գլխի դնեն, որ առանց ժողովրդի իրենք ոչինչ են։ Հետևաբար պայքարը չպետք է դադարեցնել ոչ մի գնով։ Դուք պատկերացնում եք սա ազգային զարթոնքի պահ է։ Իբուր ձայնից բնության շքեր, թեև ծրչին սիրող ահաբար, մատուկուսին ամենակեր, որ շանեն կապուկ կրար, ու ինձ այլի այնքան սիրում, կան զանցկալի եղբայրանում։ Իշխանություններին մտահոգում էր ոչ միայն զանգվածային շարժման օրակարգը, որի միակ հարցը Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի դիմումի դրական պատասխանը ստանալն էր, այլև երևույթն ինքնին։ Աննախադեպ համախմբումը եւ էներգիան սպառնում էին սասանել միասնական պետության քաղաքական հիմքերը։ Վիճակից դուրս գալու միջոց էր պետք գտնել։ Միխայիլ Գորբաչովը ընդունել էր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին եւ գրող Զորի Բալայանին, հորդորել տուն ուղարկել հրապարակում հավաքված ժողովրդին, հավաստիացրել, որ կենտրոնական իշխանությունը ստանձնում է հարցը քննարկելու եւ լուծելու պարտավորություն։ Նույն օրը նա հատուկ ուղերձով դիմեց հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին։ Значит, товарищи, я вас призываю еще раз, сейчас внимательным образом, чутко, без эмоций выслушать обращение генерального секретаря. Гражданскую зрелость и выдержку, вернуться к нормальной жизни и работе, соблюдать общественный порядок. Наступил час разума и трезвых решений. Михаил Сергеевич Горбачев. Մոսկվան համաձայնվել է ստեղծել այդ հանձնաժողովը։ Հիմա մենք ունենք այստեղ լուծելու մեկ հարց։ Ինչքան ժամանակ ենք տալիս այդ հանձնաժողովին։ Որոշ տալ գլուխներ այստեղ ասում են մի ժամ, մեկ օր, դա լուրջ չի։ Մենք տվել ենք մեկ ամիս։ Կան մարդիկ, որ կասկածում են, որ մեկ ամսից հետո մենք կարող ենք այստեղ հավաքվել նորից եւ սպասենք պատասխանի։ Ոչ, բոլորս համոզված ենք։ Պատասխանը հնչեց հենց հաջորդ օրը։ Սումգայիթում սկսվեց հայերի ջարդը, որին զոհ գնացին քաղաքի 28 բնակիչներ, իսկ հրաշքով ողջ մնացածները լքեցին իրենց տները։ Մոսկվան ակնարկում էր, թե դա Ադրբեջանի բիրտ արձագանքն էր։ Իր պատասխանը հնչելու էր պայմանավորված ժամին։ Ամիսը չլրացած կենտրոնական մամուլի էջերում սկսվեց քարոզչական ագրեսիա։ Եղան հրապարակումներ, որոնց հեղինակները լուտանքներ էին թափում շարժման մասնակիցների հասցեին, բայց դա նախերգանքն էր։ Նշանակված հանրահավաքից մեկ օր առաջ Երևան մտցվեցին զինյալ ստորաբաժանումներ, մայրաքաղաքի երկնքում հայտնվեցին անկանոն ճախրող ռազմական տասնյակ ուղղաթիռներ, հանրահավաքը հետաձգվեց, 9 շամ բողոքի, Երևանը հայտարարվեց մեռյալ քաղաք։ Նույնիսկ ընձուղտը տարօրինակ մի երգ է, բայց որ փակված է բանդակում, դա արդեն երգ չէ, որքան չերկված երգեր կամ փակվանդակներում, որքան երգեր, որոնք երբեք չեն լսվելու։ Երբ երգը դառնում է վախեցած գազան, ու փակված բանդակում ճաղերին է զարկվում, երգը դառնում է վիրավոր լուսան, երգը թռիչքի է պատրաստվում, երգը լռում է ու քնած ձևանում, գալիս է պահը, նա պայթում է պայթում։
Փետրվարին սկսված զանգվածային շարժումը ընդհատվել, բայց չէր դադարել։ Մայիսին հրապարակը կրկին լեցուն էր։ Ստեղծվեց ղեկավար նոր մարմին՝ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, որի անդամներից 7-ը Փետրվարյան կազմկոմիտեից էին։ Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադեղյան, Համբարձում Գալստյան, Աշոտ Մանուչարյան, Սամսոն Ղազարյան, Սամվել Գևորգյան, Ալեքսան Հակոբյան։ Երեքը նոր մարդիկ՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Դավիթ Վարդանյան։ Ավագների խորհրդից կոմիտեին էր միացել Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ռաֆայել Ղազարյանը։ Գրեթե միաժամանակ վերին հրահանգով փոխվել էր Հայաստանի փաստացի ղեկավարը։ Երկարամյա առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին փոխարինել էր Սուրեն Հարությունյանը, կուսակցական մի գործիչ, որը երկար ժամանակ աշխատել էր Մոսկվայում եւ 2 տարի առաջ նշանակվել Հայաստանի նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ Շարժումը նոր շրջափուլ էր մտնում, լի վտանգներով ու փորձություններով, որոնք հաղթահարելու համար հարկավոր էր ամուր կամք ու համառ աշխատանք։ Դեր պայքարը շատ երկար է։ Մենք դրի հաշված ենք այն մտքի հետ, որ ժամանակ առ ժամանակ մեզ կանչելու ենք քննության, կանչելու սպառնալու են։ Մի քանի օրով նստածնելու են, բանը երևի մեզ դեր բակալելու։ Այդ է ոչ ուժապի կարգ չկա։